առանց բիոպսիայի շատ քիչ դեպքերում է հնարավոր սկսել որևիցե բուժում։ Բայց պետքա որ այդ բիոպսիան անենք, բա որ ուռուցքն ավելի գազազի, բացարձակ կեղծ դեղ, որի գինը 500,000 դրամ եւ ավել է։ Մի նշանակի այդ դեղը, նշանակի այն ինչ որ գրանցված է Հայաստանում։ Ես կարամ եւ իմ բժիշկները կարան մեր հնարավորության շրջանակներում հասկանանք այդ դեղը օրիգինալը թե կեղծիք է։ 30 տարի առաջ մարդիկ քիմիային ստանում, կես մարդ էին ելնում։ Ուռուցքային բջիջները իրանց մայրական, այսպես ասած, օրգանի բնորոշ հատկանիշները պահպանում են։ Այստեղից է գալիս այն միֆը, որ ինչքան տեստոստերոնը բարձր է, այդքան պրոստատիկ հասկեղի ռիսկը բարձր է։ Դրա համար միայն կտրելով հարցը չի լուծվում։ Դրա համար արվում է, այո, քիմիոթերապիա։ Ողջույն սիրելի ընկերներ, բարեկամներ, հյուրեր, ինչպես նաև ոչ հյուրեր։ Այս ամառվա շոքորով մի հատ շատ հետաքրքիր հաղորդում ենք ձեր համար պատրաստել։ Մեր այսօրվա հյուրը մարդ բժիշկ է, ում լիքը երիտասարդ բժիշկների խորհուրդ կտամ վերցնել իր ռոլ մոդելը ու օգտագործել իրենց պրակտիկայում։ Մարդ, ով որ զբաղվում է աշխարհի ամենադաժան ու ծանր հիվանդությունով, Նայիրի բժշկական կենտրոնի օնկոլոգիական եւ քիմիոթերապևտիկ բաժանմունքի ղեկավար Լևոն Գրիգորի Բադալյանը։ Բարև Լևոն Գրիգորիչ։ Ողջույն։ Ոնց եք։ Լավ։ Ձեր ընտանիքը մեր հյուր գալը դարել է ոնց որ ավանդ, ձեր եղբայրն է մեր մոտ հյուր եղել, Արամը Բադալյան, այստեղ կարաք միտեղ հաղորդում ունենք։ Մենք հույս ունենք մի օր ձեր պապայի հաղորդում կնկարենք, վաստակավոր օնկոլոգ մասնագետի։ Հիմա ձեր հետ ենք նկարում ու ոնց եղավ մեր ծանոթությունը։ Դուք մի հատ շատ վիրուսային հոլովակ եք գցել Instagram Keytruda պրեպարատի մասին։ Ուզում այստեղ մանրամասն իրար հետ խոսանք։ Ինչ էր տեղի ունեցել, ոնց էր կեղծ պրեպարատը աստղաբաշխական գնով հասել պացիենտին, այդ ամեն ինչի մասին։ Իսկապես շատ հետաքրքիր խնդիր էր, թեմա էր։ Ուրեմն խնդիրի հիմքում ինչն էր ընկած։ Հայաստանում կան մի շարք դեղեր, որոնք որ օնկոլոգիական դեղեր, որոնք որ գրանցված չեն, այսինքն օֆիցիալ այդ դեղը ինչ որ մի տեղից դեղատնից առնել չես կարա, բայց պացիենտին այդ դեղը պետք է։ Բացի դրանից այդ դեղերը շատ թանկ արժեն։ Ամբողջ աշխարհում թանկ արժեն, Հայաստանում էլ թանկ արժեն, բայց քանի որ այդ դեղը օֆիցիալ գրանցված չի, կան անհատ մարդիկ, որոշ դեղատների տնօրեններ, տերեր, որոնք տարբեր երկրներից այդ դեղը ինչ-ինչ ճանապարհներով բերում են Հայաստան։ Եվ լինում է բերում են լավ դեղեր, լինում է բերում են վատ, ընդհանուր միջև կեղծ։ Եվ ինչն է հետաքրքիր, որ իրենք այդ դեղը բերում են առանց որևիցե կոնտրոլի, պարզապես թաքուն ճանապարհով։ Եվ ինչ ուզեն կարան բերեն, փաստացի տենց է ստացվում, եւ ինչ ուզեն կարան վաճառեն, որովհետեւ էլի փաստացի ստացվում է, որ Հայաստանում ցավոք դեղատների դեղերի որակի հսկողությունը ամենաբարձր մակարդակի չի։ Հա կան խոշոր դեղատնային ցանցեր, որոնց որ իհարկե ավելի խիստ են հետևում, այդ դեղատնային ցանցերը շատ ավելի բարձր որակի դեղեր են ներմուծում, բայց դա փոքրիկ մասնավոր դեղատուն է, ինքը կարա բերի այդ դեղը եւ վաճառի ու տարիներով մնալ աննկատ։ Հա, տարիներով աննկատ կամ լինում է մի անգամ տուգանում են, բայց այդ տուգանքի չափսը այնքան փոքր ծիծաղալու գումար է համեմատ նրա, թե քանի միլիոնի կեղծ կամ անորակ դեղ իրանք վաճառում են քաղցկեղով հիվանդների վրա։ Ու կոնկրետ այդ հաղորդումը, այսինքն այդ փոքրիկ հոլովակը որ պատրաստել էի, կոնկրետ մեկ դեղին էր վերաբերվում, Keytruda կոչվող դեղին, բայց դա միակ դեղը չի։ Երևի ամսական առնվազն 2 անգամ մեր բաժնում ես կամ մեր բժիշկները հայտնաբերում ենք բացարձակ կեղծ դեղ, որի գինը 500,000 դրամ եւ ավել է։ Այսինքն ինքնա մեջ կարող լինի ինչ-որ ֆիզրաստվոր, թորած ջուր։ Այո, ֆիզրաստվոր, այո, թորած ջուր, երբեմն ինչ են անում։ Օրինակ Պարսկաստանից բերում են մի դեղ, իր տուփը էտիկետ կամ փոխում են իր եվրոպական տարբերակով ու վաճառում են եվրոպականի տեղ։ Այսինքն դեղ մեջը կա, հա, բայց այդ դեղը եվրոպական չի։ Լինում է, որ սրոկը ժամկետը անց դեղ է, էլի ժամկետը անց դեղի տուփը փոխում են, որտեղ ժամկետը տուփի վրա է գրած, դեղի վրա է թուղթը որ կպցրած է, դրա վրա ժամկետ կա, այդ թուղթներն են փոխում ու վաճառում են որպես նորմալ ժամկետի մեջ դեղ։
Այսինքն կեղծիքները շատ տարբեր մակարդակի են լինում։ Սկսած լրիվ մեջը թորած ջրից, շարունակած ժամկետած դեղով կամ ոչ եվրոպական ինչ որ հնդկական արտադրության դեղ, որը վաճառում են եվրոպականի տեղ։ Լավ, իսկ հարցը sense ձևակերպեմ, ինչ անի բժիշկը, որ նշանակում այդ դեղը, այստեղ ռեզոնանսային հարց կարող առաջանա, ռիզոնն է, ոչ թե ռեզոնանսային հարց կարող առաջանա պացիենտի մոտ, որ ասի այդ մի նշանակի այդ դեղը, նշանակի այն ինչ որ գրանցված է Հայաստանում։ Հա, տեղ Այստեղ sense մի հատ հարց կարող առաջանա, ինչ, այսինքն ես այս խնդրի լուծումը մի հատ եմ տենում, մի դեղատունը փակիր 3 հատ կբացվի։ Խնդիրը լուծումը մի հատ է, որ դեղը գրանցվի Հայաստանում։ Ինչ որն է խնդիրը այստեղ կա արդյոք անալոգը, որը գրանցված է, բայց պետք է նշանակի։ ասեմ, իրականում դեղի գրանցումն է հարցի լուծում չի, որովհետև նույնիսկ եթե դեղը գրանցվի, այդ դեղը վաճառվելու է ավելի թանկ, քան թե այդ լևի դեղերը, այսպես ասեմ, այդ բառը օգտագործեմ, որտեվ ավելի ճիշտ ուրիշ բառ չեմ կարող բնորոշող գտնեմ։ Այդ անօրինական ներմուծող դեղերը միշտ լինում են ավելի մատչելի, քան օֆիցիալ գրանցված դեղը, որտեղ օֆիցիալ գրանցված դեղը անցնում է տարբեր մակարդակի ստուգումներ, մաքսազերծում, տրանսպորտիրովկան Եվրոպայից գալիս է Հայաստանը հասնում, տարբեր հարկեր են վճարում տարբեր մակարդակներով եւ ի վերջո նրա գինը դառնում է շատ զգալի մի գումար։ Իսկ այդ անօրինական դեղը, որը կարող է ուղղակի ինչ որ միտեից, մի երկրից, հարևան երկրից, նույնիսկ կարող գողացած լինի, 0 ինքնարժեքով հասնի Հայաստան եւ կդնեն շատ ավելի մատչելի գին։ Այսինքն նույնիսկ դեղի գրանցումը չի փրկում, որ չվաճառվի դրա էժան անօրինական տարբերակը։ Ինչն է փրկում այստեղ։ Ես էլի գործի մեջ եք եւ մտածել եք ինչ կարելի է անել, որպես այս խնդրից ազատվենք։ Ես վերադառնամ հարցի առաջի մասին։ Բժիշկը ինչա նշանակում է դեղի իմանալով, որ կա դրա կեղծիքը։ Նայեք, մենք պետք է նշանակենք հիվանդին ամենաժամանակակից բուժումը, որը այսօր աշխարհում կա այդ կոնկրետ քաղցկեղի բուժման համար։ Եվ եթե այդ քաղցկեղի համար անհրաժեշտ է այդ կեյտրուդա օրինակ կոչվող դեղը, ես պետք է հիվանդին դա նշանակեմ։ Եվ եթե դեղը Հայաստանում չկա, պետք է հիվանդի հետ միասին հասկանանք, թե որտեղից նա կարող հայթայթի։ Արտասահմանի։ Հա, մարդիկ հնարավորություն ունեն արտասահմանից են հայտնաբերում, ձեռք բերում մարդիկ ուրիշ տեղից, եւ եթե Հայաստանում այնուամենայնիվ պացիենտը ձեռք բերեց այդ դեղը, ես կարամ եւ իմ բժիշկները կարան մեր հնարավորության շրջանակներում հասկանանք այդ դեղը օրիգինալը թե կեղծիք է։ Բայց եթե խոսում ենք որևիցե պետական մակարդակով հսկողության մասին, դա լրիվ ուրիշ գործընթաց պետք է լինի, որը պահանջում է մեծ մարդկային ռեսուրս, մեծ ֆինանսական ռեսուրս, որ բոլոր դեղատները շատ հաճախ մտնեն, հայտնաբերեն եւ այնպես անեն, որ այդ դեղատունը երկրորդ անգամ այդ կեղծիքը չվաճառի։ Գոնե վաճառելուց եթե լևի բերել են, որ ասում են գոնե իսկական դեղը բերեն, վաճառեն, ոչ թե։ Դե դա արդեն մնում է այդ վաճառողի խղճի վրա։ Դե հա, միանշանակ, դե ես այդ մյուս բաներն է, թե ոնց է կարում քնեն գիշերը իմանալը, որ ինչ-որ մեկի, որ վերջի հույսի պրեպարատը մարդիկ տուն են ծախում, վարկեր են վերցնում ահռելի պարտքերի տակ, որ քաղցկեղից ազատվեն։ Ստե հենց ամենահենց ակտուալ հարցը, որ օնկոլոգին կարելի է տալ։ Ինչա քաղցկեղը։ Շատ սպարս պրիմիտիվ կարելի է։ Քաղցկեղը դա մեկ հիվանդություն չի, դա հիվանդությունների շատ մեծ խումբ է։ Քաղցկեղը նաև հաճախ անվանում ենք չարորակ ուռուցքներ։ Դա մի հիվանդություն է, որը ինչն է ամենակարևորը հասկանալ, որ դա մարդու սեփական օրգանիզմից առաջացող մի բան է, իր սեփական բջիջներն են, իր մի մասն է, որը կարելի է ասել ըմբոստանում է օրգանիզմի դեմ, ուրիշ ճանապարհով է սկսում զարգանալ, ոնց որ մարդու սեփական բջիջները դառնում են իր թշնամին։ Սկսում են առանձին կյանք իրենց օրգանիզմում, առանձին սնվել, առանձին զարգանալ, առանձին ծրագիր են դնում իրենց տիրոջ կյանքի համար։ Դա դրսից եկած ինչ որ մի հիվանդություն չի, ինչ որ պարազիտ չի, ինֆեկցիա չի։ Եվ իհարկե ցանկացած չարորակ հիվանդություն կամ խենք ասում քաղցկեղ չարորակ, ինքը եթե չբուժվեց ժամանակին, ի վերջո բերելու է վատ ելքի։ Չի կարա ինքն իրան ինչ որ մի պահի կանգ առնի։ 99% դեպքերում ինքը զարգանում է առաջ եւ բերում է վատ ելքի։ Հյուծում է օրգանիզմը, բերում է պոլիօրգան անբավարարության ու այո, տարածվում է տարբեր օրգանների մեջ, ցանկացած օրգանի մեջ կարա տարածվի։
Տենց որ դա կյանքի համար բնականաբար խիստ վտանգավոր հիվանդություն է, բայց միևնույն ժամանակ պետք չի համարել քաղցկեղը դատավճիռ։ Միշտ պացիենտները երբ որ հարցնում են չարորակ է, բժիշկ ջան, քաղցկեղը չարորակ է, եթե ասում ենք, հա, գիտեք, չարորակ է, միանգամից իրանց դեմքին զգացում է հուսահատություն, որովհետև մարդիկ պատկերացնում են, որ չարորակ, ուրեմն վերջ, այլևս կյանքը շարունակելը անհնար է, բայց բարեբախտաբար այդպես չի։ Եթե ժամանակին հայտնաբերվեց, դեռ շատ տարածում չի գտել օրգանիզմում եւ կատարվեց ամենալավ ժամանակակից բուժումը, քաղցկեղը կարելի է լիարժեք բուժել, ու նույնիսկ մարդկանց, որ ասում ենք հնարավոր է լիարժեք բուժել, մեծ մասերի միանգամից այդ չի ընկալում։ Հետո մի քիչ հետո հարցնում է, լավ, իսկ քանի տարի կարելի ապրել։ Ասում լիարժեք, միջև խորը ծերություն։ Կա տենց բան, երբ որ օրինակ պրոստատի քաղցկեղի շատ եմ առնչվում, որ ասում եմ դու սրանից հաստատ չես մահանա, այնքան վաղը հայտնաբերվե, գնում են մտածում են ինչքան բանման։ Բայց այստեղ մի հատ ուրիշ ծայրահեղություն կա, երբ որ կա քաղցկեղի կասկած, հիվանդին առաջարկում է կատարել բիոպսիա, մենք խնդրի ենք բախվում, երբ որ բայց պետքա որ այդ բիոպսիան անենք, բա որ ուռուցքն ավելի գազազի, մի անգամ PSA-ը 170 քանից, այն որ արդեն մետաստազ լիմֆատիկ հանգույցներում մոտակա բանտ անձնավորություն է ու ուղղակի դիագնոզի համար բիոպսիա է պետք, այն որ որոշել ենք նույնիսկ 1-2 կտոր վերցնենք, էլի, ստանդարտ 6-6-ը չվերցնենք, այնքանը 2 կտոր վերցնենք, վերիֆիկացնենք դիագնոզը, որ այս մարդը կարողանա իր բուժումները հետագայում անվճար շարունակի կամ չգիտեմ էլի, իման դիագնոզ ունենա, ասես բա որ գազազի, ասեցի էլուր պետք է գազազի, էլ տեղ չունի էլ գազազելու էլի։ Սրա մասին ինչ կասեք, բիոպսիան ընդհանրապես կա ինչ որ բացի պրոստատից մնացած օրգան համակարգերի բիոպսիան կարող է վտանգավոր լինի։ Չէ, նման վախ կա մարդկանց մոտ, հա, մենք էլ ենք հաճախ բախվում, բայց իրականում բիոպսիան բացարձակ անվտանգ գործողություն է գրեթե բոլոր տեսակի քաղցկեղների համար եւ անհրաժեշտ գործողություն է։ Եվ այն մարդիկ, այն հիվանդները, որոնք սկզբնական շրջանում մի քիչ վախում են, ըմբոստանում են, մի քանի անգամ անհրաժեշտ բացատրելուց հետո հասկանում են, որ դա ճիշտ է, դա պետք է արվի, որովհետեւ առանց բիոպսիայի շատ քիչ դեպքերում է հնարավոր սկսել որևիցե բուժում։ Պետք է ունենանք բիոպսիան, հասկանանք ինչ ուռուցքի հետ գործ ունենք, որ պլանավորենք ճիշտ քայլերը։ Հա, որովհետև մարդը որ մտածում է չարորակ, օրինակ որ ասում եմ, օրինակ ասում է չարորակ միզապարկի ուռուցք։ Մարդուն պետք է բացատրես, որ դրա մի տեսակ չի, մի քանի տեսակ, ամեն մեկը տարբեր պատճառը հետևանքային կապ ունի, ամեն մեկը տարբեր բուժման սխեմա է պետք ընտրել, ինվազիվ, ոչ ինվազիվ, ու ամեն ինչը կախված է այդ բիոպսիայի արդյունքից։ Ու միանգամից որպես քիմիոթերապևտ շարունակենք էլի այդ թեման, բիոպսիան արեցինք հիվանդին ու շատ հաճախ սկսել ենք նկատել եզրակացությունների մեջ բիոպսիայի պատասխանը կա, բայց անհրաժեշտ է իմունոհիստոխիմիական հետազոտություն։ Ինչ է իմունոհիստոխիմիան ու ինչ է տալու էդի բժշկին այս պարագայում։ Տեսեք, բիոպսիան շատ առաջին քայլը բիոպսիայի, դա հյուսվածաբանական հետազոտությունն է, կամ գիստոլոգիա ենք ասում։ Դա շատ հարցերի պատասխան չի տալիս։ Կարող է օրինակ հաստատի, որ հա քաղցկեղ կամ քաղցկեղ չի, բայց թե որ ենթատեսակն է, դա արդեն պատասխանում է երկրորդ փուլը հետազոտության, իմունոհիստոքիմիական կոչվող հետազոտությունը, որը արդեն ասում է, թե որ ենթատեսակն է, ագրեսիվության ինչ աստիճան ունի, կամ որ դեղորայքին ինքը կարա ենթարկվի, որին չենթարկվի, կամ օրինակ ինչ սիտուացիաներ են լինում, երբ որ իմունոհիստոքիմիան շատ կարևոր է։ Հաճախ լինում է, որ քաղցկեղի առաջնային մայր օջախը, թե որ օրգանից է սկսվել, պարզ չի, եւ հիվանդի մոտ հայտնաբերվում է մետաստազներ։ Օրինակ լյարդի մեջ մետաստազ է, բայց պարզ չէ լյարդի մեջ մետաստազները որտեղից են հասել։ Ու այդ իմունոհիստոքիմիական հետազոտությունը հատուկ մարկերներով կարող է հասկանալ, թե որ օրգանից է, որ մայր օրգանից է ինքը եկել մտել լյարդի մեջ, որովհետև ուռուցքային բջիջները իրանց մայրական, այսպես ասած, օրգանի բնորոշ հատկանիշները պահպանում են նույնիսկ անցնելով ուրիշ օրգանների մեջ։ Ու դրա համար իմունոհիստոքիմիական հետազոտությունը բուժման համար ինքը շատ կարևոր է, որովհետև մեկ-մեկ հիվանդներից լսվում է բժիշկ ջան, հենա փողը տվենք բիոպսիան, հենա չարվորակ է։ Հիմա ասում են իմունոհիստոքիմիա, դե իմունոհիստոքիմիան միշտ մի քիչ բան հիստոլոգիական հետազոտությունից ավելի թանկ է ստացվում գումարային։ Մարդկանց մոտ այտենց հարցեր է առաջանում։
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հաղորդման գործընկեր Bon Farm դեղագործական ընկերությանը։ Bon Farm-ը ամերիկյան դեղագործական ընկերություն է, ով շուկայում հայտնի է իր բիոակտիվ հավելումներով։ Այսօր կխոսենք մասնավորապես Bon Farm դեղագործական ընկերության բուսական անվտանգ պրեպարատ Non-Stress Forte-ի մասին, ով կօգնի ձեզ հաղթահարել ստրեսը, կարգավորել քունը եւ իջեցնել նյարդային լարվածությունը։ Իդեպ ամենակարևորը կուզեմ շեշտել, որ Non-Stress Forte-ն չի առաջացնում կախվածություն։ Պրեպարատը կարող եք պատվիրել Bon Farm Armenia դեղագործական ընկերության Instagram-ին էջին գրելով կամ զանգահարելով նշված հեռախոսահամարով։ Դե ինչ սիրելիներս, առողջ եղեք։ Գնանք դեպի վիրահատականի շատ ենք խոսացել, հյուրեր տարբեր քիրուրգներ են եղել, Նայրի Բկի շատ ենք հյուրեր ունեցել, Արտեմ Ստեփանյան եղել, Արամնա Բադալյան եղել, Էլիտա Ռուբեննա Հովանեսյան եղել, տարբեր հյուրերի հետ քաղցկեղը քննարկել ենք վիրահատական տեսանկյունից։ Ու միշտ ասել ենք, դե հետո գնում ենք քիմիոթերապիայի։ Ինչ տեսակի քիմիո պրեպարատներ կան, այս ներկայացությամբ որ կիրառվում է, էլի օնկոլոգիայում տարբեր հիվանդությունների բուժման համար, չեմ ասում խումբ առ խումբ, իրանք երևի մեծ խմբերի ունեն ինչ որ, ու այն հեքիաթներ չի ավելի շուտ վախերը որ մարդիկ ունեն քիմիոպրեպարատների քիմիա ստանալու ժամանակին որ 30 տարի առաջ մարդիկ քիմիա էին ստանում կես մարդ էին լնում, բարձ բուն իմաստով ռեալ շատ տոքսիկ դեղեր էին ստանում, ոնց է այդ ամեն ինչը փոխակերպվել ու ունենք մենք հասել այս ամեն ինչով։ Հա, քիմիոթերապիայի մասին նախ ասեմ, որ ամեն վիրահատությունից հետո չի իհարկե որ պարտադիր է քիմիոթերապիա, բայց հաճախ դրա կարիքը լինում, այսինքն քաղցկեղների մեծ մասը վիրահատությունից առաջ կամ վիրահատությունից հետո կարիք է լինում նաև անել քիմիոթերապիա։ Ես հիվանդի միշտ ասում կարող մի հատ պուճուր բջիջ մնացած լինի, որը մեռնես չես կարա վիրահատես հեռացնես, այդ պուճուր բջիջը կարող վաղը պատմություն դառնա։ Համար մենք այդ իրան այո, եւ Ստեղ մի կարևոր նյուանս կա, այդ ուզում եմ շեշտեմ, որ այդ բջիջը ոչ թե հենց վիրահատական դաշտում, այդ շրջանում կարա լինի, այլ այդ բջիջները քիմիոթերապիայի, հա, ինչի դեմ եք տալիս, որ օրգանիզմի մեջ այլ հատվածներում, այլ օրգաններում, արյան մեջ կարան լինեն ազատ շրջանառող կամ ինչ-որ միտեղ թաքնված ուռուցքային բջիջներ, որոնք որ ոչ մի հետազոտությամբ չեն երևում։ Կա տենց տերմին միկրոմետաստազ։ Այսինքն մարդ կարա ունենա օրինակ կրծքագեղձի քաղցկեղ կամ թոքի քաղցկեղ, բոլոր հետազոտությունները, ամեն տեսակ կատեներ, MRT-ներ, արյան անալիզներ, օնկոմարկերներ, ամեն ինչ ստուգվել է, ոչ միտեղ մետաստազ չկա։ Եվ մարդոց հարց առաջանում, օրգանը հեռացրեցին, կուրծքը հեռացրեցին։ Մետաստազ չկա։ Հա, ինչու հետո պիտի խնդիր առաջանա։ Ինչու ենք անում քիմիոթերապիա, որովհետև քանի այդ ուռուցքը կար, ինքը իր մասնիկները շատ փոքր միկրոմետաստազները արդեն օրգանիզմի մեջ հիմնականում տարածած է լինում։ Դրա համար միայն կտրելով հարցը չի լուծվում։ Դրա համար արվում է այո քիմիոթերապիա եւ ասեմ որ բացի քիմիոթերապիայից ժամանակակից ուռուցքաբանության մեջ կան այլ խմբի դեղեր, դա տարգետային թերապիան է, իմունոթերապիան է, հորմոնալ թերապիան է։ Իրանց մասին օրինակ տարգետ թերապիան այդ ինչ է ներկայացնում։ Տարգետ թերապիան ու բոլոր այդ խմբերը դեղերի, որ անվանեցի, նմանատիպ սկզբունքով են աշխատում, նրանց նպատակն է հայտնաբերել եւ վերացնել օրգանիզմում ուռուցքային բջիջներ։ Երևացող մետաստազա, չերևացող մետաստազա, այդ երկրորդ հարց։ Ուռուցքային բջիջ, քաղցկեղային բջիջ եթե կա, այդ դեղորայքը վերացնում են, հա, պայքարում են դրանց դեմ։ Ինչու՞ նա յուրահատկությունը տարգետ թերապիա է, ինչու է անվանվում այդպես։ Եթե քիմիոթերապիան աշխատում է որպես թույն, ինքը կուրորեն առանց հասկանալու այդ ինչ ուռուցք է, որտեղից է եկել, որպես թույն ուռուցքային բջիջներին վերացնում է, հա, պրիմիտիվ մակարդակով։ Իսկ տարգետային թերապիան ինքը ընտրվում է կոնկրետ ուռուցքի, կոնկրետ ենթատեսակի համար հատուկ մեխանիզմներով ընտրում են, այդպիսի դեղեր են ստեղծել, որ այդ դեղը մտնում է օրգանիզմ, գտնում է հենց այն բջիջներին, որոնք որ ունեն այդ յուրահատուկ ռեցեպտորները, հա, այդ յուրահատուկ հատկանիշները, որի դեմ որ իրենք ստեղծված են։ Եվ տարգետային նշանակում է, եթե թարգմանենք անգլերենից, թիրախային, այսինքն ինքը դեղը կոնկրետ թիրախ ունի։ Օրինակ, եթե կրծքագեղձի քաղցկեղ է կամ պրոստատի քաղցկեղ է, այդ բջիջները հաճախ լինում են հորմոնալ ընկալիչներ ունենում, հա։ Այդ դեղերը գնում են եւ գտնում են հենց այդ հորմոնալ ընկալիչներ ունեցող ուռուցքային բջիջներին եւ վերացնում են դրանց։
Իմունոթերապիան շատ էլի հետաքրքիր մեխանիզմով աշխատում, դա ավելի նոր սերնդի դեղամիջոցներ են, քան թե քիմիաթերապիան, քան թե տարգետ թերապիան։ Իմունոթերապիայի գյուտը արվել է մոտ 10-12 գուցե տարի առաջ։ Գաղափարը ինչու՞մն է։ Մենք բոլորս ունենք իմունային համակարգ, եւ առանց այդ իմունային համակարգի ոչ մի օրգանիզմ, հատկապես մարդու օրգանիզմը երկար չի կարող գոյատևել։ Այստեղ կարելի ասել, որ այդ մեր մոտ քաղցկեղային բջիջներ գրեթե ամեն օր առաջանում են, մեր իմուն համակարգն է իրանց վերացնում։ Այո, կարելի ասել, որ նախաքաղցկեղային կամ նույնիսկ քաղցկեղային բջիջներ այ օրգանիզմում առաջանում են եւ իմունային համակարգը դրանց դեմ պայքարում է, եւ իմունային համակարգ ասելով դա մի մեծ համակարգ է, որի ունի ստորաբաժանումները։ Ուրեմն իմունային համակարգի մեջ կա հենց հակաուռուցքային, հակաքաղցկեղային իմունային մասը, այդ բջիջները, հա, դրանք հիմնականում T լիմֆոցիտներն են, մեծ դերը իրանք են կատարում եւ կա այդպիսի T լիմֆոցիտների տերմին հիշացնեմ T killer լիմֆոցիտներ։ Ուրեմն դրանց պաթոֆիզիոլոգիայական հիշա որ Արտոմ Սերգեյիչը բանակի նման գծել էր T killer-ները, T suppressor-ները, ասում է, ռազվետկեն է, այս տանկովին է, այս բանը։ Այդ բժշկական համալսարանում անցած այո այդ հետաքրքիր գիտելիքները տարիներ շարունակ ոչ մի բժիշկ չէր օգտագործում, մինչև որ չստեղծեցին իմունոթերապիան ու մենք հասկացանք, հա, փաստորեն այդ T բջիջները, T killer-ները ինչ որ մի ձև կարելի է օգտագործել քաղցկեղով հիվանդների բուժման մեջ։ Այսինքն իմունոթերապիան իրենց ինչ է ներկայացնում դա։ Հիմա այդ հասնում է հենց բուն ազդեցության մեխանիզմին։ Քաղցկեղով հիվանդի մոտ հարց առաջանում, լավ, այդ T killer-ները, այդ իմունային բջիջները խի չեն իա քաղցկեղը վերացնում։ Պատճառը նրանումն է, որ քաղցկեղի բջիջները ունեն իրանց, այսպես ասած, ինտելեկտը եւ իրանց պաշտպանական մեխանիզմները։ Նրանք այնպես են արել, որ այդ իմունային բջիջները իրանց չեն ճանաչում։ Տեսնում են, չեն հասկանում, որ դրանք վատն են։ Եվ իմունոթերապիան այդ պաշտպանական մեխանիզմը քաղցկեղային բջիջների կոտրում է եւ իմունային բջիջները արդեն ճանաչում են դրանց, ասում մի րոպե, փաստորեն այսքան ժամանակ դուք օրգանիզմը որ կայք, դուք թշնամի եք եւ այդ ճանաչման process-ն է, ոնց որ վերածրագրավորում է։ Անթա ծանոթացնում է, նոր ինֆորմացիա ոնց որ տա ինչ որ, հա, T killer-ները։ Հա, ոնց որ պրաշիվկան կոպիտ ասած փոխում է իմունային համակարգի եւ ինքը սկսում է արդեն ճանաչել ուռուցքային բջիջները։ Այլ ասած հասկանալ իսկ ինչ բարդություններ ունի իմունոթերապիան։ Բացի նայած որ ինքը շատ թանկ է։ Ինքը իրոք թանկ է, չէ՞։ Իմունոթերապիան թանկ է, բայց բարեբախտաբար արդեն Հայաստանի շուկայում կան ավելի մատչելի տարբերակներ, ոչ եվրոպական, կան օրինակ ռուսական կամ պարսկական նույնիսկ իմունոթերապիայի պրեպարատներ, որոնք որ վատը չեն, իրանց բավականին արդյունավետ են դրսևորում եւ այսօրվա հիվանդի համար, եթե տարիներ առաջ դա շատ աստղաբաշխական թվեր էր, այսօրվա հիվանդի համար արդեն դա նորմալ է։ Տեսեք, առաջ կարար իմունոթերապիայի մեկ ներարկումը արժենար մոտ 1.5 միլիոն, 2 միլիոն դրամ եւ այդպիսի ներարկում նրան կարիք լիներ 10-ից 20 անգամ։ Մի օրինակ ամսվա ընթացքում։ 3 շաբաթը մեկ, հա, 1 տարվա ընթացքում 15 ներարկում։ Այսօր այդ ներարկումների քանակը նույնն է, բայց արդեն 1.5 միլիոն դրամի փոխարեն կան ավելի մատչելի տարբերակներ, նու ամեն էժան տարբերակը կարա լինի նույնիսկ 200,000 դրամ։ Եվ այնպես չի, որ ինքը էժան է, որքան որ էժան է, այդքան էլ որակը ցածր է։ Ոչ, ինքը կարա լինի էժան, բայց որակը շատ մոտ լինի այդ օրիգինալ եվրոպական տարբերակին։ Իմունոթերապիայից խոսացինք, տարգետ թերապիայից խոսացինք, բայց քաղցկեղի բուժման դեղորայքային բուժման մեջ նաև մտնում է հորմոնային թերապիան, օրինակ նույն պրոստատի քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ ստեղ ինչ մեխանիզմներ ենք մենք, ինչ մեխանիզմներ աշխատում։ Հորմոնալ թերապիան, այո, դա շատ կարևոր եւ հետաքրքիր բուժման տարբերակ է։ Իրականում հորմոնալ թերապիան կարելի է դասել տարգետային թիրախային թերապիային, որովհետեւ այդտեղի թիրախը հենց այդ հորմոնային ընկալիչներ ունեցող բջիջներն են։ Դրա մեխանիզմը ինչումն է։ Օրինակ կրծքագեղձի ուռուցքի կամ շագանակագեղձի ուռուցքի, հա, օրինակով նայենք, հիմնական հորմոնալ տեսակի ուռուցքները դրանք են։ Այդ ուռուցքային բջիջները սնվում են, այսպես ասած գազազում են մարդու օրգանիզմում նորմալ, հա, վիճակում արկա սեփական հորմոններից։ Այսինքն կրծքագեղձի քաղցկեղի կա տեսակ, որ
կնոջ սեփական հորմոնները այդ քաղցկեղին անընդհատ սնուցում եւ աճ են հաղորդում։ Եվ այդ դեպքում հորմոնալ բուժումը կնոջ արյան մեջ իջացնում է իր հորմոնների քանակը եւ ուռուցքային բջիջները զրկվում են այդ սնուցումից եւ սկսում են վերանալ։ Նույնն էլ այդ նույն մեխանիզմը աշխատում է տղամարդկանց քաղցկեղի, շագանակագեղձի քաղցկեղի դեպքում, էլի այդ քաղցկեղը սնվում է տեստոստերոնով, տեստոստերոնի մակարդակը իջացնելով քաղցկեղի բջիջները սկսում են վերանալ։ Ստեղից է գալիս այն միֆը, որ ինչքան տեստոստերոնը բարձր է, այդքան պրոստատիկ քաղցկեղի ռիսկը բարձր է, բայց ինքը ինչ կասեք դրա մասին։ Ռիսկայնությունը կա նման թեորիա կա, իհարկե եթե օրգանիզմը բացարձակ առողջ է եւ ոչ մի ագրեսիա չի տրամադրում տեստոստերոնի հանդեպ, քաղցկեղային ուռուցքային բջիջներ շագանակագեղձի մեջ չկան, ինչքան է տեստոստերոնը բարձր լինի, դե ուռուցք չի առաջանա, բայց եթե փոքր ինչ, հա, ինչ որ process-ը շագանակագեղձի մեջ սկսել, այդ է արդեն տեստոստերոնը բացասական դեր կունենա։ Եկեք հիմա խոսանք քաղցկեղից, անընդհատ խոսում ենք, եկեք ռիսկի գործոններից խոսանք մի հատ, որովհետև շատ կլասիկ հաղորդում է ստացվում, բայց այդտեղ շատ կարևոր է, որովհետև քաղցկեղի մենք ցենց իրավիճակում ենք հայտնում, երբ որ մարդիկ ասում են, վայ, առաջ քաղցկեղ չկար, հիմա կա, մենք բացատրվում է այդ դիագնոստիկ հնարավորությունների լայնացումը, որովհետև առաջ օրինակ պրոստատիկ քաղցկեղ կարելի էր հայտնաբերել այն ստադիայում, երբ որ արդեն ոսկրային մետաստազներ կան, բայց հիվանդը կարող մինչև այդ արդեն մանր, չգիտեմ, ինսուլտից կամ ինֆարկտից լրիվ այլ գործոնից ու չբացահայտած մնալ էլի այդ քանակը։ Երկրորդը այն որ կանցերոգեն գործոնները շատացել են, այսինքն երբ որ մեր բջիջները իրենց սկսում են չար պահել ու սկսում են վատան անկանոն բազմանալ, զարգանալ, իրանց պրաշիվկով են սկսում ապրել, ինչ որ գործոններ կան, որ դրան ավելի շատ են նպաստում։ Երկու մասով էլ կուզեմ մի հատ իրար հետ զրուցենք, ինչ ռիսկի գործոններ կան ու որն է ավելացել հիմա նամանավան շատ։ Քաղցկեղը իսկապես շատանում է, պատճառները շատ տարբեր են, սկսած դիագնոստիկայի զարգացումից, կատարելագործումից եւ շարունակած այդ ռիսկի գործոնների ավելի ու ավելի մեծ քանակներից, հա, մեծ ազդեցությունից։ Ուրեմն ռիսկի գործոններն շատ են, ես փորձեմ գլխավորները թվեմ։ Առաջինը, որը վերաբերվում է բոլորին, այսօրվա բոլոր մարդկությանը, դա չի ուզում ասել, բայց դրա մասին եք խոսամ, լավ։ Սկսենք ծխելուց։ Ծխելը ամենահզոր, ամենավատ քաղցկեղածին գործոնն է, որը որ նաև ապացուցված է, որտեղ կան քաղցկեղային գործոններ, որոնք կասկածում են, կա դրանից է, կա դրանից չի։ Ծխելը հստակ ապացուցված է կենթանիների վրա, մարդկանց վրա ցավոք, որը քաղցկեղի է։ Օրինակ միզապարկի քաղցկեղով հիվանդ, որ չի ծխում, ես չեմ տեսել։ Եթե օրինակ կին է դիմել, որը չի ծխում, իր ամուսինը կներեք ազարանքա պարավոզի նման տունը բքում է։ Այսինքն այս բանը, այսինքն ծխելու գործը, առանց ծխելու գործոնի մարդ որ ասի չէ իմ տունը ոչ մեկ չի ծխում, ես չեմ ծխում ունեմ միզապարկի քաղցկեղ, ես ամենայն անկեղծությամբ ես տենց հիվանդ չեմ տեսել իմ կյանքում։ Այո, եւ նույնն էլ գրեթե վերաբերվում է թոքի քաղցկեղին, շատ հաճախ ստամոքսի քաղցկեղ լինում է ծխելու հետ կապված, քաղցկեղներից շատերը հենց ծխելու հետևանքով են լինում, իհարկե ամենաշատը դա թոքին է վերաբերվում, եւ ամբողջ աշխարհում իհարկե այդ խնդիրը կա, բայց Հայաստանում այդ խնդիրը շատ մեծ դիրքեր ունի, որովհետեւ այսօր դուրս ես գալի, չգիտեմ, քայլում ես, տեսնում ես, որ երիտասարդները, տարիքով տղամարդիկ մեծ մասը ծխում են։ Կանայք շատ։ Կանայք էլ նույնիսկ եւ ինչն է վատը, չեն գիտակցում, չեն հասկանում, չեն ընդունում մարդիկ, որ ծխելը բերում է քաղցկեղի։ Ինչ որ մի պատճառաբանություն են իրանց համար այդպես գտել, բա չգիտեմ, պապիկս ծխել է, չի ունեցել քաղցկեղ։ Այդ Հայաստանում ամենաուժերն է, դու բացի քաղցկեղից ծխելու մասի երբ խոսում եմ, ասում եմ, օրինակ անպտղության է բերում, ասում եմ, ո՞նց է մեր հարևանը օրը 4 բաշկա ծխում է, 4 երեխա ունի։ Ասում եմ, նույն հաջողությամբ այն օրը մեկը անցնում է շենքի տակ բանը քարը ընկավ գլխին չմահացավ, մյուսը մահացավ։ Այդ նույն հաջողությունն է։ Այստեղ ծխելու գործոնի հանդեպ նաև շատ մեծ ագրեսիա կա, երբ որ դու սկսում ես ասել ծխելու մասին եք հանրային խոսես, ինչ եք փիլիսոփայում բան, սենց էս կարգի բան։ Հա, դրա համար ուզում շեշտեմ, որ դա ապացուցված է շատ վաղուց ու ամեն օր մենք մեր աշխատանքի մեջ տեսնում ենք, որ հիվանդների մեծ մասը շատ ուժեղ ծխողներ են, մոլի ծխողներ են կամ եթե իրանք չեն ծխում, քո ասածի պես տանն են իրանց ծխում իրանց ներկայությամբ։ Ծխելը մեկ ու ծխելու մասին մի բան էլ ասեմ, եթե ծխախոտը վերացնեն աշխարհում, քաղցկեղների մոտ 50%-ը կվերանա։
դա զուտ ստատիստիկա է։ Հա, բայց չեմ վերացնի, որովհետեւ որոշ մարդիկ լուրջ փողեր են աշխատում դրանով, հա։ Հա, եւ շատ մարդիկ ուղղակի ոնց հասկանում, շատ մեծ հաճույք են ստանում ծխելուց։ Մի բան կգտնեն կծխեն։ Մյուս գործոնը, որը էլի շատ կարևոր է, դա նստակյաց կյանքն է։ Մարդու օրգանիզմը ստեղծվել է այնպես, որ լինի շարժման մեջ։ Ինքը պետք է վազի, քայլի, փախնի, բռնի, ակտիվ շարժում պահանջող օրգանիզմ է, այսինքն կրիա չի էլի, որ պետք է շատ դանդաղ տեմպերով ինչ-որ մի դիստանցիա անցնի։ Եվ այսօրվա ժամանակակից մարդու կյանքը, նստակյաց կյանքը մեծ հաշվով, եւ դա էլ է բերում նրան, որ օրգանիզմի ֆունկցիաները, նյութափոխանակությունը չի կատարվում այնպես, ինչպես որ ծրագրավորված էր ի սկզբանե այդ օրգանիզմի համար, եթե կենդանիներն են, հա, օրինակ շներին տանշուն է սարքում, հա, բայց ինքը պետք է վազեր, այսպես ասած բնության մեջ, տան շների մոտ, կենդանիների մոտ, էլի հաճախ քաղցկեղ առաջանում։ Այ հենց այդ օրինակ ընտանի կենդանիների անկալոգիան բավական հանդիպող երևույթներից մեկն է։ Մեկ իմ շանը ես դեռջացրեցի մինչև առաջի դաշտումը, որովհետև ինձ ասացին սենց կյանքով եթե ինքը ապրի, եթե չստերջացնես մոտ 70% հավանականությամբ ինքը մի քանի տարուց ունենալու է արգանդի, չգիտեմ, ձվարանի եւ այլն քաղցկեղ։ Հա, դամար ստիպված սիրուս տարա ստերջացնում։ Դենց որ նստակյաց կյանքը երկու։ Երրորդը իհարկե վատ, կեղտոտ օդը, Երևանի օդը։ Երևանի օդը ցավոք, շատ կեղտոտ է, հատկապես ձմռանը, սմոգը երբ որ նստում է, հա, մեկ-մեկ, հա, բոլոր ռեկորդները խփում է։ Ես ձմռանը տան պատուանները փակում եմ, օդի մաքրումա սարքերը միացնում եմ, ու ամենատարօրինակ կինս ասում է մաքուր օդի դուրս գանք, ասում եմ մաքուր օդը տունն է, սպայի դրությամբ, դու մեր տան մոտ ավելի մաքուր է, քան դրսի օդ, ասենք մենք հասել ենք ինչ-որ տես մի հատ աբսուրդային կետի, ու ամենահետաքրքիրը որն է Մադրիդում էի, ես մտածում եմ դե եվրոպական մեծ քաղաք է, մեգապոլիս է, Մադրիդից հետո Հռոմում էի, Հռոմից հետո Փարիզում էի, ու IQR ծրագիրը բոլոր տեղերը կանաչ էր ցույց տալիս։ Շատ այդպես բան է, զուտ նրա հաշվին, որտեվ կար լիքը կանաչ տարածություն։ Հա։ Եվ բացի դրանից բազմաթիվ միջոցներ կան, որոնք պաշտպանում են քաղաքը կեղտոտ օդի աղտոտվածությունից։ Դա շինարարության պաշտպանություններն է հատուկ, դա ավտոմեքենաները, որպեսի այդ կատալիզատորները լինեն տեղը։ Թիմը կատալիզատորը գալի ասում է փոթի արդեն անում են վրից, որ ծախեն ունենան, ու ցեխասմոտրի մեջ ոչ մեկ չի ստուգում կատալիզատորի առկայությունը։ Երկրորդը նոր խոսում ենք, որ դեղատանը այսքան տուգանք են նշանակում, ինքը մի հատ դեղը ծախում, նույնը է, դա շինարարություն, մեկը շինարարություն անում, ասում է տուգանվելա, չգիտեմ, նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկի չափով, դա ընդհանրապես 1 միլիոն դրամ է։ Կարող է ցանց առնել, պատել շինարարությունը 5 անգամ ավելի թանկ լինի։ Այդ ցանցերն եթե նկատել ես, մի 2 շաբաթ շենքերի վրա կա, հետո քամին տանում է, ցանց չկա։ Ոչ մեկ չի գալիս երկրորդ անգամ, ասի բայց ցանցերը պոկվել է, չեք ուզում, այդ նորից քաշեք։ Всё, կոնտրոլը դուրս եկավ։ Այսինքն մենք ունենք ծխախոտ, նստակյաց կյանք ճարպակալումը իր հետ ասոցացված, մենք ունենք աղտոտված օդը, ուրիշ ինչ կանցերոգեններ։ Սնունդը Այստեղ հարց ԳՄՕ-ն կանցերոգեն է թե չէ։ Չէ, ԳՄՕ-ն եթե բարեխիղճ բոլոր ճիշտ տեխնոլոգիաներով ստեղծված, հա, չգիտեմ, բույսա ու տելիքա, չէ, գերետ սելեկցիան, հա, օրինակ ստանում են մի հատ պտղի ավելի սիրուն, ավելի լավ տեսակը, սելեկցիան չի նշանակում, որ դա քաղցկեղածին է։ Դրա համար ԳՄՕ-ներից վախենալ պետք չի, ավելի շատ պետք է վախենալ, թե ինչ ջրով են եւ ինչ հողի մեջ են աճացրել այդ բույսը, որովհետեւ ջուրը կարա իր մեջ կանցերոգեն պարունակի, հողը կարա կանցերոգեն պարունակի, օրինակ Հայաստանը տենց է, լավ ասում ենք մեր ջուրը, մեր հողը, բայց ինչքան հողերի ընդերքում կան հանքեր եւ այդ հանքերից շատերը քաղցկեղածին նյութեր են կամ ռադիացիա են արտադրում եւ եթե այդ հողի կամ մոտակա հողի մեջ կամ տեղով անցնում է մի արվակ եւ այդ արվակից գնում են, հա, եւ ջրվում են, հա, ինչ որ պլանտացիաներ, բույսեր, այդ ամեն ինչը կարա դառնա քաղցկեղածին։ Դենց որ սնունդը շատ մեծ դեր ունի եւ սնունդի վատը ինչն է այդ առումով, որ դրան շատ դժվար է հաճախ անհնար է կոնտրոլ անել։ Ու ծխելու նման չի, ասես թարգի։ Եթե կարաս չծխես կամ կարաս օդի համար լավ ինչ որ դատչիկով օդը չափես կամ մասկա հագնես կամ ֆիլտր դնես, սնունդը նայում ես սիրուն սնունդ է, չես կարա ստուգես մեջ քաղցկեղածին գործոններ կան թե չէ։ Դրա համար ամենադժվար կոնտրոլ արվողը դա սնունդի հարցն է։ Բայց սնունդը բացի որակից
նաև հարց առաջանում թե ինչ ենք ուտում, այսինքն կան սնունդի տեսակներ, որոնք որ էլի հայտնի են, որ քաղցկեղածին են, օրինակ կալբասեղենը, ապխտած միսը, հա։ Կարմիր միսը, որ անդադ ասենք, խոսում որպես ինքը կանցերոգեն։ Կարմիր միսը շատ մեծ քանակներով, եթե ամբողջ կյանքում ուտել, կա մի փոքր վտանգ, որ կարա բերի աղիքի քաղցկեղի առաջացմանը, բայց դա ես չի մտցնի այդ մեծ վտանգավոր քաղցկեղածինների մեջ։ Ուրիշ բան, օրինակ ապխտած միսը, այդ շատ ավելի բարձր վտանգը պարունակում, քան ցանկացած թարմ կարմիր միս։ Իսկ սննդի կոնտրոլը այդ պիտի Դեվիդ Բեքհեմին գիտես, չէ՞, ֆուտբոլիստ։ Դեվիդ Բեքհեմը տեսել ես հիմա ինչով է զբաղվում։ Բացի Մայամի TikTok-ը որ բացես նայես կտենաս բանը այգիներ ունի հավերա բուծում խոզերա պահանջանուս նայում ես հա ինքը ասում է ես իմ այգուց եմ օգտվում այդպես դա ջուրը մաքուր հողը մաքուր ախր մենք եկել ենք հասել ենք մի իրավիճակի երբ որ մենք առաջ ասում ենք մեր հայրենիքի հողն ու ջուրը մեր Հայաստանի հողն ու ջուրը մենք եկել ենք մի իրավիճակի որ մեր հողը ջուրը կեղտոտ է օդը կեղտոտ է այո երբ որ դու գնում ես մարզ որտեղ պետքա իստարիչեսկի մաքուր օդ լինի ու դու բացում ես IQR-ը նայում ես բանը դեղին է էլի այսինքն ինքը մաքուր օդ չէ PM2.5-ը նստած է օդի մեջ բավական վախենալու է հա օրինակ ասում ես Երևանից լավ Երևան հասկացան կեղտոտ է ասում ես գնա միտը քաղաքից դուրս այդ բոլոր ծրագրերով հիմա միայն IQR-ից բացի բազմաթիվ էլի կայքեր կան որ Հայաստանի օդի աղտոտվածությունը ցույց են տալի նույնիսկ օրինակ կարա լինի Իջևանում այդ օրը կամ այդ ամիսը կեղտոտ օդ ես նույնիսկ sense մտքովս բաներ անցնում են ծմերվեն թեշպային երբ որ կարմիր էր Երևանում ասում են լուչինի վիխաջից դոմը ծրագիրը արտագաղթի մասին էի մտածում ասում էի լավ ջանդամ գործ չգիտեմ կարիերա բան գնամ մի հատ տեղ որտեղ ես կաշխատեմ ու բան չի լինի շատերն են մտածում որովհետեւ դա տրամաբանական է թե մարդ մտածում է իր կյանքի համար իր երեխաների կյանքի համար առողջության համար ուզում է քաղցկեղով չհիվանդանա դա նաև պատճառ կարա լինի որ ինքը ընտրի մի երկիր որտեղ կա ավելի մաքուր օդ ու հետաքրքիր է որ տարածաշրջանում կան տենց երկրներ տարածաշրջանում տարածաշրջանից դուրս էլ եվրոպական գրանդ երկրների գրանդ քաղաքներ օդը բավական մաքուր է որտեվ կա վերահսկողություն կա կանաչ տարածություններ այստեղ ուրբանիստիկայից կարելի է խոսել երբ որ դու եվրոպական մեծ քաղաքներով երթերում ես տեկուս ծայրամասերում խոսքի իրանց մասիվներում ամբողջովին կանաչ տարածություն է քաղաքներ կա մեջը անտառ կա կամ այգիներն այնքան ահռելի քանակությամբ օդ է արտադրվում շինարարությունը հատուկ նորմերը պահպանում ստեղ ոնց պատահի ոնց բայց ասեմ մի պաշտպանություն մեր քաղաքապետարանին եւ պետությանը լսել եմ որ արդեն ծրագրեր են մշակվել նույնիսկ հաստատվել եւ սկսելու են մոտակա տարիներում գործել օդի աղտոտվածությունը նվազեցնելու դեմ այսինքն շինարարության վերաբերյալ ավտոմեքենաների վերաբերյալ արդեն մշակված կան ծրագրեր մեր ազգինը որ դնես բացատրես որ ավտոյի վրա պետք է կատալիզատոր լինի ու տուգան է որ կատալիզատոր չունի ասեն արա ժողովուրդը այս կողմեն կոմբանա չեն հասկանում որ ամեն մի հատ ավտոյի վիխլեպայի որ իրանց դրած է ինքը վտանգավոր օդից չեն ստիպում ավտո արտադրողին մեքենայի գինը թանկացնել մեջը կատալիզատոր դնել հա ցավոք մեր ազգի մոտ շատ ցածր է պատասխանատվության հանրային պատասխանատվության զգացողությունը գրեթե գոյություն չունի հա եւ դա վերաբերվում է եւ օդի աղտոտվածությունը եւ շատ այլ որոշ Բարական մեքենայի կայանմանը կարելի է մեքենան այս կայանել որ հետևից էլի մեքենա կայանի բայց դե իզնից հետո քո թեկուզ ջրերը ինչպես ասում էր Լյուդովիկոսը թողում են Քաղցկեղի թեման շարունակենք մենք խոսացինք վիրահատականից շատ ենք խոսացել քիմիոթերապևտիկ տարբեր մեթոդները ինչ է այնպես ներկայացնում ճառագայթային թերապիան գիտենք որ Նայիրի բժշկական կենտրոնը այսինքն Էրեբունի բժշկական կենտրոնը Սպարագայում ունի տարածաշրջանում նմանը չունեցող էդի կարելի հպարտանալ հայրենական բժշկությամբ ճառագայթային բուժման կենտրոն ինչ է այնպես ներկայացնում ճառագայթային թերապիան ինչքանով է ինքը փոխվել որովհետեւ ժամանակին օրինակ ճառագայթային թերապիան ինքը բավական լուրջ կողմնակի էֆեկտներ տա օրինակ մարդը պրոստատիկ քաղցկեղի հեռացրել են PSA մի քիչ բարձրանում էր գնում էր ճառագայթի ասում էր խի եմ գնում ճառագայթի թե ես այն ժամանակ ոչ ցավ ունեի ոչ կոլիտ ունեի ոչ ցիստիտ ունեի եւ ոչ մի բան չունեի իսկ հիմա իմ կյանքը դժոխքի է վերածվել ավելի լավ էր այդ PSA շարունակեր բարձրանալ օրինակ ես հիվանդից տենց բան լսել եմ ասում եմ ես գանգատ չունեի վիրահատեցին հետո գնացին դե ու ինչա տալի ժամանակակից ճառագայթային թերապիան ճառագայթային բուժումը դա քաղցկեղի բուժման կարևորագույն մեթոդներից մեկն է այսինքն 3 հիմնական մեթոդ կա հա վիրահատական
դեղորայքային եւ ճառագայթային։ Ճառագայթը ինչ անում։ Ինքը անտեսանելի ռադիոակտիվ ճառագայթներով, հա, ազդում է այդ ուռուցքի գոյացության վրա եւ նպաստում է ուռուցքային բջիջների վերանալուն, հա, քայքայվում են այդ բջիջները այդ անտեսանելի ճառագայթային ազդակների ներքո։ Եվ այո, այսօր շատ է զարգացել տեխնոլոգիան, իսկ ճառագայթը դա հենց սարքավորումն է, հա, ապահովում այդ ճառագայթը, այդ սարքավորումները նոր սերնդի արդեն շատ ավելի կատարելագործված են եւ այն ծանր հետևանքների, որոնք բերում են այդ հին սերնդի ապարատները, դրանք արդեն գրեթե չունեն, այսինքն բարդությունների տոկոսը շատ ցածր է եւ ժամանակակից սարքավորումները կարողանում են այնպես ճառագայթեն, որ հենց այդ ուռուցքի, հենց այդ գոյացության վրա ճառագայթը լինի եւ հարևան օրգանները չվնասվեն, չայրվեն։ Այսինքն ճառագայթը որտեղ արդեն համակարգային ինքը էլի տեղային բուժման մեթոդիկա է, էլի։ Այո, ի տարբերություն դեղորայքայինի, ճառագայթայինը, այո, դա տեղային ազդեցություն է։ Իսկ ներվիրահատական ճառագայթային թերապիայի կիրառություններ կան, չէ՞, պրակտիկայում լինում են դեպքեր, երբ որ ներվիրահատական տեղում վիրահատությունից հետո հեռացած ճառագայթային թերաբանա կիրառվում։ Նման տեխնիկա կա, բայց դա շատ քիչ է կիրառվում, որովհետև առանձնապես մեծ առավելություն չունի, այդ նույն ճառագայթը շատ հաջողությամբ կարելի անել նաև վիրահատությունից հետո, որտեղ վիրահատության ժամանակ դա շատ դժվար է իրականացնել, բացի դրանից ճառագայթը շատ հաճախ լինում է մի քանի բազմաթիվ այցելություններով, բազմաթիվ սեանսներով։ Դրա համար հիմնականում դա արվում է վիրահատությունից հետո։ Իմունոթերապիայից ու տարգետ թերապիայից մազերը թափվում են։ Ոչ, մազերը կարան թափվեն միայն քիմիոթերապիայից, ընդ որում ոչ ամեն քիմիոթերապիայից է մազերը թափվում։ Կան քիմիոթերապիայի դեղեր, որոնցից թափվում է, կան դեղեր, որոնցից բացարձակ չի թափվում։ Եվ մարդկանց մոտ հարց կարող առաջանա, բա որ տենցախի են տալիս այն դեղերը, որոնցից որ թափվում է, դա կախված է օրգանից։ Եթե ամեն օրգան ունի որոշակի իրան պահանջվող, այսպես ասած, քիմիոթերապիայի դեղերի ցանկ կա, այդ դեղերն է պահանջում եւ կան որոշ օրգանների ուռուցքներ, որոնք պահանջում են այնպիսի դեղեր, որոնց ստիպված պետք է տանք, որոնցից որ այո, լինում է մազաթափություն։ Հա, որ կարելի է մազաթափություն դիմանալ, բայց ստացվող էֆեկտն ավելի լավն է լինելու։ Այո։ Հետո ես հիշում եմ, որ հիվանդներին, որ ուղարկում էի քո մոտ, իրանք որ խոսում էին քիմիոթերապիայի մասին, դու ասում ես գլխարկներ կան, որ կիրառվում են, որպեսզի մազաթափություն չլինի, այդ ինչ է իրանից ներկայացնում։ Հա, կա տենց ժամանակակից տեխնոլոգիա, կոչվում է սառեցնող գլխարկ կամ անգլերեն scalp cooling։ Scalp cooling, վախենալու կինոյի անունն է scalp cooling։ Այսինքն գլխամաշկի սառեցում, գաղափար ինչն է, սիլիկոնի գլխարկ է, որը լարով միացրած է հատուկ սառնարանի պես իր այդ սարքին եւ քիմիոթերապիայի դեղը ստանալու այդ կաթալու ընթացքում, օրինակ 1 ժամ կաթում է, բուժարուն հիվանդը այդ սառը գլխարկը հագնում է եւ դա սառացնում է գլխամաշկը։ Գլխամաշկը որ սառում է, գլխամաշկի մեջ կան մազանոթներ, հա, որոնք որ սնում են մազարմատները։ Ու այդ սառնությունից մազանոթները սեղմվում են եւ սեղմվում են քիմիոթերապիայի դեղը իրանց մեջ համարյա չի անցնում կամ գրեթե չի անցնում եւ դա նպաստում է նրան, որ մազերը պաշտպանվում են քիմիոթերապիայի դեղից եւ ոչ բոլոր դեպքերում, բայց շատ հաճախ կարողանում ենք այդ սառացնող մեթոդով կանխել մազաթափությունը։ Գնանք էլի նորից բարթացնենք մեր զրույցը, գնանք դեպի գենետիկա, որովհետև քաղցկեղի ռիսկի գործոնների մեջ մենք խոսացինք ու չխոսացինք գենետիկայից, որը գուցե եւ ամենակարևոր ռիսկի գործոնն է, որովհետև մարդիկ կան, առողջ ապրում են, ավելի վազում են, սնունդ իրանց սեփական ագառոդը մաքուր հողից է, մաքուր օդ է շնչում, բայց մեկ այս չարաբաստիկ հիվանդություն իրանց հասնում է, որովհետև իրանց գենի մեջ կա փոփոխություններ։ Գենետիկ նախատրամադրվածությունը, այստեղ պետք է խոսալ, որ դա ժառանգական չի, ժառանգության հետ կապ չունի, այսինքն չի ժառանգվում ոնց որ աուտոսոմ դոմինանտ կամ ռեցեսիվ հիվանդություն։ Չէ, դե ուղեմ կակրաստիկից ժառանգվում է։ Հա, այստեղ ուղեք ու շարունակեք, հա։ Այդ հետաքրքիր թեմա է։ Գենետիկան տարեց-տարի ավելի մեծ դեր է կատարում։ Եթե առաջ ասում էինք, որ քաղցկեղների մոտ 10%-ն է պայմանավորված գեներով ժառանգությամբ, հիմա դա 10%-ից ավել է, նայած թե որ օրգանի քաղցկեղն է, կարա 20% եւ նույնիսկ ավել։ Դե պրոստատի քաղցկեղում դա բավական լուրջ թիվ է, հա։ Եվ քանի որ մարդկանց գենոֆոնդը տարեց-տարի կամ տասնամյակ ավելի
վատանում, ավելի շատ են կուտակվում այդ վատ գեները, աստիճանաբար գենետիկան ավելի մեծ դեր է կատարում։ Եվ քանի որ մենք քիչ առաջ հիշեցինք Դեյվիդ Բեքհեմին, կարանք նաև հիշենք Անջելինա Ջոլիին եւ իր օրինակով խոսանք գենետիկայի մասին։ Անջելինա Ջոլին մի որոշ տարիներ առաջ, գուցե 10-15 տարի առաջ, լինելով բացարձակ առողջ, հեռացրեց իր 2 կրծքագեղձերը։ Ինչու՞։ Որովհետեւ իր ծնողների կողմից, չեմ հիշում, հոր կողմից թե մոր կողմից կային կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներ, մեկը կամ ավելը, եւ ինքը հատուկ արյան անալիզ արեց։ Այդ արյան անալիզը հատուկ BRCA գենն է, այո, այդ գենետիկ տեստը այսօր Երևանում շատ հեշտությամբ կարելի է անել։ Գենետիկայի կենտրոնում մենք ունենք, դեպ չմոռանանք, որ մեր հաղորդման հովանավորը բժշկական գենետիկայի առողջության առաջնային պահպանման կենտրոնն է։ Իր մասին ինտեգրացիան դուք երևի արդեն նայել եք, բայց անցեք իրանց լայքեք, որ իմանաք ավելի շատ ինֆորմացիա։ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտ-անոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրեաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինձ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Հոյակա, գենետիկայի կենտրոնում այդ տեստը անում են եւ ժամանակին Անջելինա Ջոլին այդ տեստը արեց եւ հայտնաբերեց, որ իր մոտ կա այդ դեֆեկտավոր գենը։ BRCA գեն։ Այո, BRCA մուտացիա կոչվող, այդ խնդիրը, որը որ բնածին է, բացարձակ առողջ երեխա, հասունանում է, ինչ որ մի տարիքի, եւ իր մոտ եթե այդ մուտացիան կա, բացարձակ առողջ ֆոնին շատ մեծ հավանականությամբ առաջանում է կրծքագեղձի քաղցկեղ կամ ձվարանների քաղցկեղ։ Եվ դա գեներից մեկն է, որը ժառանգաբար անցնում է։ Կան նաև բազմաթիվ այլ գեներ, որոնք այլի ժառանգաբար անցնում են եւ կարող են բերեն տարբեր օրգանների քաղցկեղների։ Բայց իրենք դե մենք ժառանգում ենք օրինակ դիաբետի պես նախատրամադրվածություն, թե բուն գենը, բուն մուտացիան ու բուն հիվանդությունը։ Ժառանգվում է մուտացիան, բայց մուտացիայի ժառանգումը դեռ չի բերում 100% քաղցկեղի առաջացման։ Դա ավելի շատ տալիս է նախատրամադրվածություն եւ ինչ-ինչ գործոնների ազդեցությամբ ժամանակի ընթացքում կամ մեծ հավանականությամբ, որ դա բերի քաղցկեղի առաջացման։ Այստեղ մի հատ հարց առաջանում, որ բուժման ընթացքում մենք գենետիկան նույնպես իր դերն ունի, որովհետեւ մենք ունենք որոշակի գենետիկ նախատրամադրություն, քիմիոպրեպարատ ընտրելուց նույնիսկ բան ենք հենվում ենք գենետիկ հետազոտության վրա, ստեղից էլ կուզեմ մի փոքր օրինակով ինչ որ խոսենք։ Ուրեմն գենետիկան իրականում շատ տարբեր պրոֆիլի դերակատարում ունի օնկոլոգիայի մեջ։ Կա գենետիկա, որի մասին խոսացի, որը նպաստում է քաղցկեղի առաջացմանը։ Կան գենետիկ շեղումներ, ոչ թե արդեն օրգանիզմի մեջ, կան գենետիկա հասկացողության ուռուցքի մեջ։ Այսինքն դրանք տարբեր հասկացողություններ են։ Օրգանիզմի գենետիկանի շեղումներով եւ բուն ուռուցքի գենետիկան։ Այսինքն շատ հետաքրքիր, այսինքն ուռուցքը այնքան է իր կյանքով ապրում, որ իր գենոմն է ստեղծել արդեն, իր գենոմով կայֆավատալնում, էլի։ Գրեթե, հա, ուռուցքը իր մուտացիաներն է ունենում։ Այսինքն կան մուտացիաներ, որոնք օրգանիզմին են, դրանք կոչվում են գերմինոգեն մուտացիաներ, եւ կան մուտացիաներ, որոնք ուռուցքի մեջ են, դրանք կոչվում են սոմատիկ մուտացիաներ։ Եվ երկուսն էլ մենք բժիշկներս կարողանում ենք կիրառենք ախտորոշման կամ բուժման հարցերում։ Օրինակ, կան քաղցկեղի մեջ մուտացիաներ, որոնց հայտնաբերելու դեպքում մենք գիտենք, որ դրա դեմ կա այսինչ տարգետային, հա, թիրախային դեղամիջոցը։ Ասում ենք, այս քաղցկեղի մեջ գտանք այսինչ մուտացիան, շատ լավ է, կնշանակենք այս դեղը եւ շատ լավ արդյունք է դեղ գրանցվում։ Կան նաև գենետիկ շեղումներ, որոնք որ թույլ են տալի մեզ իմանալ
որևիցե դեղորայք օրգանիզմը լավ կտանի, թե վատ կտանի։ Դրանք էլ ուրիշ տեսակի տեստեր են, տանելիությանը, դեղի տանելիությանը վերաբերվող։ Այստեղ արդեն, այսինքն ուղղակի մենք ստե Հայաստանում մենք խնդրին ենք բախվում, որ այս ամեն ինչից օգտվելը մեծ գումարների հետ է կապված։ Օրինակ նույն գերմանական կամ ֆրանսիական կամ չգիտեմ ամերիկյան չեմ կարող ասեմ, ռուսական թեկուզ բժշկության մեջ ամեն ինչը պետության կողմից ֆինանսավորվում է, թե քննությունները, թե կատեներն ու MRT-ները եւ այլն եւ այլն եւ այլն, ինչ ստեղ ռիզոնի հարց առաջանում, մենք խոսում ենք, որ վիրահատական միջամտությունները Հայաստանում քաղցկեղի պարագայում անվճար են։ Բայց մենք խնդիր ունենք նաև նրա հետ, որ քիմիոպրեպարատներն են խոսվում, որ անվճար են, բայց որոշակի խումբն է անվճար, որոշակի խումբը պացիենտը ստանում է արդեն վճարովի հիմունքներով։ Ինչքան պետքա լայնանա էլի այս բանը, կամ ավելի ճիշտ գրիչի լինի, որ ոչ թե օրինակի համար պետությունը սահմանի, որ այս 3 դեղն է անվճար, մնացածը վճարովի, այլ օրինակ բանկ լինի, օրինակ ասեն դե կրծքագեղձի քաղցկեղով հիվանդին հատկացնում եք 10 միլիոն դրամ։ 10 միլիոնի մեջ ուզում ես մի հատ իմունոթերապիա ստացի, ուզում ես 10 հատ քիմիոթերապիա ստացի, որ տարբերակն է դες ավելի աշխատ։ Ես պրոստը ուրիշ օնկոլոգի հետ խոսալուց ես միտքը ինքը տվեց, ասում եմ բյուջետ թողել լինի, բժիշկը որոշի այդ բյուջետից ոնց օգտվի պացիենտը։ Դե տեսեք, սա խնդիրը հենց բյուջեի մեջ է։ Քանի որ օնկոլոգիական դեղերը բավականին թանկ են եւ ինչքան նոր սերնդի է, այդքան ավելի թանկ է։ Եկեք ստեղ ասենք, որ այդ դեղագործական ֆիրմանան բոբոներ չեն նստած, որ այդ դեղերը դիտմամբ թանկ են դնում, հա իրանք թանկ են, բայց իրանք ստացումն էլ ահռելի մեծ գումարների հետ է կապված էլի։ Այո, դրանք շատ բարդ տեխնոլոգիաներով, հաճախ բարդ տեխնոլոգիաներով ստացվող դեղամիջոցներ են, որոնց ստեղծելու վրա միլիարդներ են ծախսվում, եւ բնականաբար այդ միլիարդները այդ դեղագործական կամպանիաները պետք է ի վերջո, հա, հետ բերեն, այսպես ասեմ։ Եվ Հայաստանը ցավոք կներեք, ստեղ մի հատ բան եմ ուզում ասեմ, ու եթե դեղագործական կամպանիաները չունենան շահույթ մարդ տեսակից գալով, քիմիո պրեպարատները ամբողջ բժշկությունը կարա կանգնի, որովհետև լյուբոյ սֆերայում եթե չկա շահեկան ինտերես, ճիշտ նա էնտուզիազմը, մենք ուղղակի Գագարինին կթռցնենք կոսմոս, ոնց որ սովետում եղավ, ու ոչ մի բանի չէր բերի։ Ես միշտ կներեք այդ օրինակը բերում եմ, ամերիկական ու ռուսական սովետական կոսմոնավտիկան իրար հետ հավասար գնում էր, բայց հենց ամերիկականում հայտնվեց բիզնես կապիտալ, այսինքն տեղափոխություններ, Սպուտնիկովի սվյազ եւ այլն, իրանք թռիչքաձև չէ, իրանք դες մի տիեզերք առաջ անցան սովետականից, որովհետեւ այն մեկը ապացուցելու համար մյուսը փող աշխատելու են, նույնը այս վիվանդությունների ոլորտն է։ Եթե ֆինանսական շահը չլինի, այդ դեղագործական կամպանիաները այդքան մոտիվացիա չեն ունենա նոր դեղեր ստեղծել, զարգացնել այդ ամեն ինչը եւ շատ մեծ գումարներ են ծախսվում բազմաթիվ դեղագործական կազմակերպությունների կողմից նոր սերնդի հակառուցքային ել ավելի արդյունավետ դեղեր ստեղծելու համար եւ քանի որ այդ դեղերը բոլորը շատ թանկ արժեն, Հայաստանի Հանրապետության բյուջեն ցավոք այսօրվա դրությամբ ես ոնց հասկանում եմ չի բավարարում, որ բոլոր հիվանդներին կարողանան դեղերով ապահովեն։ Հիմա եթե բոլոր հիվանդներին չեն կարող ընտրողաբար ասեն լավ, գիտեք, եկեք 1000 հիվանդի ապահովենք, մնացածին ոչ։ Դրա համար մեր պետությունը ինչքան չափով որ կարողանում է, պետպատվերով, հա, փորձում է այդ ծախսերը հոգալ։ Եվ ես հույսով եմ, որ մոտ ապագայում սպասվող պարտադիր ապահովագրական համակարգ առողջապահական կարողանա ել ավելի մեծ ծավալով այդ ծախսերը հոգալ, բայց կասկածում եմ, որ ամբողջ ծավալով։ Դե մեկ օրինակ ձեր եղբոր հետ զրուցին հենց այդ են քննարկում, որ եթե այդ ապահովագրական ֆինանսական ծախսերը չհամապատասխանեն շուկայի գներին, մենք ունենանք կոլապս բժշկության մեջ կոնկրետ, ավելի բան իրավիճակ էլի կունենանք ստեղ։ Խոսացինք գենետիկայից որպես կանցերոգեն, հա, կանցերոգեններից խոսացինք, ԱԹ աղտոտվածությունից խոսացինք, տարբեր երևույթներից խոսացինք, այստեղ մի քանի հատ էլի կանցերոգեն երևույթների մասին կուզեմ խոսեմ, մարդկանց մեջ տարածված է հեռախոսը։ Ականջիդ մոտիկ մի խոսա, որ գլխիդ մեջ քաղցկեղ կառաջանա կամ ջեբդ մի դիր, թե չէ, քաղցկեղ կառաջացնի, այստեղ կուզեմ ձեր կարծիքը լսեմ։ Ես այդ հարցը պարբերաբար ուսումնասիրում եմ, որովհետև բնականաբար ես էլ եմ օգտվում հեռախոսից, բայց դեռևս չեմ հանդիպել ապացուցողական բավարար տվյալների հիմքի, որ հեռախոսի օգտագործումից առաջանում է քաղցկեղ, բայց ունեմ մտավախություն, որ մի որոշ ժամանակ էլ հետո, տարիներ հետո արդեն կսկսենք տեսնել այդ քաղցկեղները
Պարզապես դեռ ժամանակի հարց է, որովհետև այդքան շատ տարիներ չի, որ դա կիրառվում է։ Ուղղակի հիմիկվա սմարթֆոնների ճառագայթումը դա այն ճառագայթումը չի, այսինքն ոչ թե ճառագայթման ուժը, ճառագայթման տեսակը, ճառագայթը չի, որ պետքա, չգիտեմ, քաղցկեղ առաջացնի, դա ոնց որ միգուցե հետո տարբերություն կար էլի ճառագայթում։ Հետո մենք հիմա բազմաթիվ ճառագայթների մեջ ենք ապրում։ Մեր մեջով անցնում են ցանկացած պայմաններում քաղաքային բազմաթիվ ճառագայթներ, օրինակ Bluetooth ճառագայթներ, Wi-Fi ճառագայթներ, չէ՞։ Այն երբ որ հեռախոսը բացում ենք, ցանկացած վայրում, տանը լինի թե ինչ որ մի այլ տեղ, տեսնում ենք, որ միանգամից մի քանի Wi-Fi կպնելու այսպես ասած ռոութեր ա բերում։ Նշանակում է, որ մեր օրգանիզմը այդ պահին գտնվում է բազմաթիվ Wi-Fi ճառագայթների միջև։ Հանկարծ չգնան 5G վիշկեքը ջարդեն, որ անցնում է ջինիժակում քաղցկեղը առաջացնում է։ Դեռ չունենք ապացույցներ, բայց ես չեմ զարմանա, որ տարիներ հետո սկսվի նոր էպիդեմիա, օրինակ եմ ասում, հա, Wi-Fi-ի հետևանքով առաջացած քաղցկեղների, որովհետեւ տեխնոլոգիան դեռ նոր է, համեմատաբար նոր է, եւ մենք չենք իմանում 10-20 տարի հետո ինչ հետևանքների կբերի։ Վիրուսներից Էփշտեյն-Բարրից խոսանք, Էփշտեյն-Բարրն էլ պապիլոմավիրուսից է, ինքը բերում է լիմֆոմաների, ինչքանով է Իրանից հնարավոր պաշտպանվել, թե անհնարավոր է բնակչության 90%-ը երկրագնդի ունի այդ վիրուսները։ Հա, Էփշտեյն-Բարրի վիրուսը շատ տարածված վիրուս է եւ ինքը շատ քիչ դեպքերում է բերում քաղցկեղի, բայց դրա դեմ հատուկ պաշտպանման մեխանիզմներ չկան։ Տատուիրովկեքը լիմֆոմայի բերում են, թե չէ, շատ հետաքրքիր։ Նման ինֆորմացիայի չեմ հանդիպել։ Վերջերս մի հատ տեղ ինչ-որ կարդացի, որ ասում է տատուիրովկեն, որ անում են, ասենք վզի կամ բանի վրա, երբ որ թանաքը հավաքում է լիմֆատիկ հանգույցում, իսկ տատուիրովկեն ինչ է, որ տատուն հավաքում ես, ինքը բանա, չէ, իմուն պատասխանի հիման վրա վերք է ձևավորվում, դրա վրա այդ նկարն է։ Ասում է, երբ որ թանաքը կուտակվում այդ հանգույցներում լիմֆատիկ, ինքը կարա բերի լիմֆոմաների եւ նման տիպ այլ խնդիրների, բայց դե գուցե, բայց կարծում շատ քիչ տոկոս դեպքերում։ Դե չէ, հա, դե սա ռոկ աստղերը քաղցկեղի, չնայած իրենք չեն հասցնի քաղցկեղի։ Տենց մի հատ անեկդոտ կա, չէ, ասում է դու չես պրոստը հասցրել քո առաջի քաղցկեղին։ Քիմիոթերապիայի բարդություններից խոսացինք ու մինչև վերջ խոսացինք, ինչ բարդություններ բացի մազաթափությունից մենք կարանք ունենանք քիմիոթերապիայից։ Նախ ասեմ, քիմիոթերապիան մարդկանց պատկերացման մեջ շատ ավելի սարսափելի է, քան դա իրականում կա։ Ժամանակակից քիմիոթերապիան եւ այն քիմիոթերապիան, որը արվում էր օրինակ 20 տարի առաջ, 30 տարի առաջ, բոլորովին տարբեր բուժման մեթոդներ են եւ ժամանակակից քիմիոթերապիան այնպիսին է, որ չպետք է մարդ տանջվի, սարսափելի երևույթների մեջ չպետք է հայտնվի, կյանքին վտանգ չպետք է լինի քիմիոթերապիայից։ Այսինքն կան ձևեր, կան դոզաներ, կան ուղեկցող դեղեր, որոնք նշանակվում են քիմիոթերապիայի հետ միասին, որպեսզի պացիենտը տանի նորմալ կամ եթե ունենա որևիցե գանգատներ, այդ գանգատները կարելի է ժամանակին ճիշտ ձևով շտկել։ Բայց այնուամենայնիվ, ինչ երևույթներ հիմնականում հանդիպում է քիմիոթերապիայից, դա ընդհանուր թուլությունն է, հա, մի քանի օր շարունակ օրգանիզմը ավելի թույլ է լինում, ախորժակը կարա վատանա, կարա լինի թեթև սրտխառնոց, կարա լինեն թեթև արսողական խանգարումներ, հիմնականում հա ավելի շատ հանդիպող այդ երևույթներն են։ Այդտեղ մի հատ հետաքրքիր բան հիշեցի, մի քանի տարի առաջ դուք ձեր գրառումով իմ մոտ էգզիստենցիալ կրիզիս առաջացրեցիք, երբ որ գրեցիք, որ արհեստական բանականությունը ChatGPT-ի հետ զրուցելով դուք եք, չէ՞, այդ post-ի եղանակը, որ սաղ լրատվականներն էլ մի տարան այնտեղ տարածեցին, որ արհեստական բանականությունը դիագնոզ դրեց։ Այն ժամանակ այդ դուք եք այդ post-ը։ Չէ, իմը արհեստական բանականության վերաբերյալ post էր, բայց կարծեմ դիագնոզին չէր վերաբերում։ Հա, ինչքանով է ԱԲ-ն կարա փոխարինի օնկոլոգներին, քիմիոթերապևտներին վաղը մյուսը։ Դա շատ դաժան հարց է։ Շատ դաժան եւ ժամանակակից արդի հարց է։ Ես ցավոք վստահ եմ, որ մոտ ապագայում թե ուռուցքաբանները, թե թերապևտիկ բժիշկները, հա, ոչ վիրաբույժները, թերապևտիկ մասնագետները, սոցիալայզ վիրահատումը։ Ձեզ մի քիչ էլ ժամանակ է տրվում, բայց ձեզ էլ վիրաբույժ լինի կհասնի հերթը։ Մեր դերը կատարելու է կոմպյուտերը։ Որովհետև մեր հիմնական թերապևտիկ մասնագետների դերակատարումը մեր անալիտիկ մտավոր ունակությունների մեջ է հիշողություն, ինֆորմացիայի անալիզ, որը ինչքան է տանջվեք չի կարա հասնի կոմպյուտերին։ Հա, այսօրվա հետազոտություն են արել Ստենֆորդի համալսարանում, ուրեմն տվել են 50 բժիշկ են ընտրել, հենց իրանց Ստենֆորդից, այդ ամերիկացի բժիշկներին, 50 բժիշկի եւ ChatGPT-ին տվել են նույն տվյալները, кейսեր, հիվանդների դեպքեր,
տարբեր հետազոտության արդյունքներ, հիվանդի գանգատներ, արյան անալիզներ եւ այլն, որպեսզի դնեն թե ինչ ախտորոշում է։ Եվ ինչ ռեզուլտատ է ստացել։ ChatGPT-ին դրել է մոտ 90% ճշգրտությամբ, իսկ այդ Ստենֆորդի բժիշկները 70 քանի տոկոս ճշգրտությամբ։ Այդ մենք չենք եղել դրանից, մենք 100 կդնենք։ Դենց որ Հայաստանում կդնենք վեգետատիվ անոթային դիստոնիա կճանապարհես, կասեին մոտ նևրոզ։ Նևրոզ արժան։ Այսինքն այսօր արհեստական բանականությունը այնքան հզոր գործիք է, որ մի քանի տարի էլ անցնի, ցանկացած ամենախելացի, ամենամեծ փորձ ունեցող բժիշկին ինտելեկտուալ հնարավորություններով փոխարինելու է, եւ եթե այսօր շատերը տես կարող է քմծիծաղով կամ թերահավատորեն են մոտենում այն բժիշկներին, ովքեր օգտվում են արհեստական բանականությունից, երկու ձեռով օգտվում եմ։ Շատերը օգտվում են, ես էլ եմ օգտվում շատերն է, բայց կան նույն բժիշկներ, որոնք ասում են, չէ, մտում իմաստի ինչումն է կամ Բարական բան, դեղ փոխազդեցություն, դեղորայքային ալերգիա, խաչաձև ալերգիաներ, առաջ որ 5 հոգու պետքա զարգի, ասես ես մարդը դոքսիցիկլին allերգիա ունի սրանից կունենա թե չէ, դու չես կայդ ինֆոն անգիր հիշես, օրինակ էդի։ Ես չաթին գրում եմ, ասում եմ իմ պացիենտը սենց ալերգիա ունի, մենք կարանք այս ալերգիա, սենց ալերգիան հնարավոր է թե չէ։ Ես չեմ շղթում։ Այո, եւ մի քանի տարի հետո հակառակն է լինելու, ամոթ է լինելու, Աբեից չօգտվում։ Պատվաբեր չի լինելու, այո, որ բժիշկը չի օգտվում արհեստական բանականությունից։ Ասես մի հատ հաստամ Լևոն ջան ձեզ։ Ասենք աբն ձեզ գործից հանեցին, նայր ու մեկան ասեցին Լևոն ջան ձեր ծառայությունների տեղը Pentium 5-ն անելու, ինչով կուզես զբաղվես։ Ես էլ պետք չէ, էլ անկալոգյան պետք չի, հա։ Կարծեմ ինչ որ մի բան արվեստի կամ սպորտին մոտիկ, այդ երկու բաներն են ինձ հարազատ։ Արվեստի ինչ գծը։ Արվեստի երաժշտություն, կինո, ախրետել է աբնան։ Երկերը ճանապարհ եմ գնում, ճանապարհին սիրում եմ ամերիկական country երգերը լսեմ, անամոտ Շիրակի մարզիկում եմ գնում, եմ բաց տրասին, այն ամերիկական country երգեր եմ ուզում սիրում լսեմ։ Միացրեցի մտ ամերիկական country playlist է, էլի գնում, արո հասկանում եմ ձենը ծանոթ է այս երգչի։ Արա հետո հասկացա որ երգչի ձենը չի ինձ ծանոթ, դա Սունո արհեստական բանականության ծրագրի ձենն է։ Սունոն երգում էր, ես ասացի իմ համար Take me home country roads, էլի այդ վիճակի։ Իսկապես մարդկության 5 տարի հետո մարդկության կյանքը լինելու է լրիվ ուրիշ կյանք, քան այսօր, որտեղ արհեստական բանականությունը բոլոր ոլորտները գրավում է, բոլոր։ Դե սենց ասեմ, մենք երկու տարբերակ ունենք, կամ հասկանանք, որ всё աշխարհն ուրիշ է, բրծնենք սա պատերազմները, բացենք սա սահմաններում մարդիկ ուղակի հացի խնդիր չլուծեն, ուղակի վայել են կյանքը, կամ այն ինչ որ Ջեյմս Կեմերոնը նկարած 30 տարի առաջ, թե 1000-ը գալու է մեզ ասի գնացեք պատվալներից դուրս չգաք։ Այս երկու տարբերակն ունենք ու հետաքրքիր է որ դրա դեմ ոչ մի առնելու բան չկա, որովհետև երբ որ պահ կարևոր ասում են ԱԲ-ն պետքա բժշկական առումով էլ շատ չկրթվի, օրենքներ էին ուզում ընդունել, շատ հետաքրքիր հակասական բան եղավ, ստեղ չլինի, ուրիշ երկրում կլինի, օրինակ ԱՄՆ-ն դադարեցրեց, Վիետնամը կանի այդ ամենը։ Չինաստանը կանի, այո։ Քաղցկեղից մարդիկ շատ են վախենում ու պետք է հասկանալ, որ օրինակ միավից էլ էին վախենում, բայց այս վերջերս օրինակ միավը հասել է նրան, որ տարվա մեջ մի սրսկում է, ու всё, հա, տարվա մեջ մի սրսկում, առաջ հասել էին մի 5 տարի, կես տարին մեկ սրսկումներ, հիմա տարվա մեջ մի սրսկումն է, միավին լրիվ ճնշած պահելու համար, ուսենք քաղցկեղի պարագայում են բուժումներն է, շուտով կլինեն ավելի թեթև, որովհետև կլինեն, ու հենց արհեստական բանականության շնորհիվ, որովհետև այն ժամանակ, երբ որ մենք տեսնում ենք մարդիկ քաղցկեղից իրոք մարում էին հիվանդությունից, տեսնում ենք իրավիճակում շատ ծանր դեպքերի ու շատ ծանր հիվանդություններ, շատ ծանր ստադիաներում, առաջ օրինակ չգիտեմ, այնտեղ պորտալ վենայում աճող ուռուցքը հիմա շատ հանգիստ, էդի դարել է ուրոլոգների համար ռուտինային վիրահատություններից որևէ մեկը հիվանդները ապրում են։ Դե ինչ սիրելիներս, այսօրվա մեր հյուրը Նայիրի բժշկական կենտրոնի օնկոլոգիական եւ քիմիոթերապևտիկ ծառայության ղեկավար Լևոն Գրիգորի Բադալյանն էր։ Դոկտոր ջան, մերսի հրավերը ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ Դավիթ։ Շատ հետաքրքիր զրույց էր ու հուսանք մարդիկ կսկսեն ավելի քիչ վախենալ քաղցկեղից, ավելի շուտ կանցնեն սկրինինգային հետազոտություններ ու բուժումներ։ Դու չմոռանաս բաժանորդագրվես մեզ, թե ջոյկիլը մտը